Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մեր եթերը շարունակվում է տեսակապով, մեզ Ուկրաինայի Կիև մայրաքաղաքից միացել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոշկոն։ Բարև ձեզ, պարոն Բոշկո։ Բարև ձեզ։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա կարծես թե մղել է երկրորդ պլան ռուսական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ։ Ես կուզեի փորձել հասկանալ ինչպես են Ուկրաինայում վերաբերվում կատարվողին, օրինակ մենք Հայաստանում շատ լուրջ ռիսկեր ենք տեսնում կապված մեր հարևան պետությունն է։ Ուկրաինայի համար այս պատերազմը ինչ է, ինչ դրական միգուցե հետևանքներ կարող է ունենալ կամ բացասական, որովհետև ցանկացած բացասական հետևանքը միշտ զուգորդվում է նաև դրական հետևանքներով եւ հեռանկարներով, խնդրեմ։ Նախ պետք է ասեմ, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակվում է, այնպես որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա դա չի ազդում այսպես անմիջապես, չի արտացոլում ռուսական ագրեսիա դեմ Ուկրաինայի վրա, բայց եթե պատասխանել ձեր հարցին ինչ նշանակում, այստեղ մի քանի բաղադրիչ կա, նախ եւ առաջ իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ նման պատերազմը, որտեղ մի կողմից հանդես է գալիս Իրանը, մյուս կողմից Իսրայելը եւ Իսրայելին աջակցող երկրներ, այդպիսի ինչպես Ամերիկան, Ֆրանսիան, ուրիշ դաշնակիցներ, ապա իհարկե շեղում են ուշադրությունը Ուկրաինայից, այն ինչ որ կատարում է Ռուսաստանը այստեղ, իսկ Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքներ եւ գյուղեր, եւ եթե Իրանի դեպքում դա տևում է մի քանի օր, 3 օր, բայց մեզ մոտ դա շարունակվում է արդեն տարիներ եւ մանավանդ վերջին ժամանակների ընթացքում, որտեղ ուկրաինացիները իրենց մաշկի զգացել են ուժեղացում ռմբակոծությունների Ռուսաստանի կողմից եւ իհարկե եւ հարցը բարձրանում է դրանով, որ Ամերիկան չնայած արդեն չի օգնում այնպես ինչպես առաջ, հիմա հիմնականում աշխատում է օժանդակել Իսրայելին, բավական է հիշեցնել, որ Ամերիկան պետք է մատակարար Ուկրաինային մոտ 3000 հակաօդային հրթիռ, մենք պետք է ստանայինք Ամերիկայից, որովհետև նախորդ պայմանավորված էին եւ Ամերիկայում պատրաստում էր այդ պատվերը, բայց հիմա այդ բոլոր հրթիռները հիմա տեղափոխել են Միջին Արևելք։ Այսպիսով դա մի հարց է, բացի դրանից իհարկե մեզ համար կարևոր է, որ ռուսական նավթը էժանանա, այսինքն որպեսզի Ռուսաստանը ավելի քիչ եկամուտ ստանա իր հիմնական աղբյուրից եւ իսկ հիմա տեսնում ենք, որ այդ գործողությունների արդյունքում նավթի գինը բարձրացել է մինչև 60-80 դոլար, այդպես որ դա էլ բացասական արդյունք է, եթե խոսում ենք Ուկրաինայի մասին, ինչպես է վերաբերում Ուկրաինան այդ պատերազմի նկատմամբ։ Եվ իհարկե կան ուրիշ գործոններ, որոնք նույնպես
հոգուտ չի Ուկրաինային, եթե խոսենք այս պատերազմի մասին։ Ռուսաստանը իհարկե ինչպես մենք տեսնում ենք շահագրգռված է, որովհետև իրոք ուշադրությունը շեղել են իր գործողություններից Ուկրաինայի դեմ, մանավանդ տեսնում են, որ նույնիսկ Պուտինը համարձակվել է առաջարկել իրեն որպես միջնորդ այն երկրի ղեկավարը, որը սկսել է ահռելի ամենամեծ երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ պատերազմը հարևան երկրի դեմ, ինքը արդեն փորձում է հանդես գալ որպես միջնորդ։ Հա, այդպիսի մոտավորապես ռակուրսներով մենք նայում ենք այդ պատերազմին։ Պարոն Բոշկո, որպես միջնորդ նաև փորձում էր հանդես գալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ մենք տեսնում ենք, որ նա ոչ միայն այստեղ հաջողություն չի ունեցել, այլ նաև միջուկային Իրանի միջուկային շուրջ բանակցություններ էին գնում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև եւ այդ համատեքստում եւ այդ ֆոնին Իսրայելը հարձակվում է Իրանի վրա եւ Իրանը դուրս է գալի այս բանակցություններից։ Արդյոք սա անձամբ Դոնալդ Թրամփի համար որպես խաղաղարար, խաղաղասեր, իր իմիջի համար սա հարված չէր, ֆիասկո չէր եւ ընդհանրապես որքանով է նպատակահարմար ընկալել Թրամփին որպես խաղաղասեր, միգուցե նա իրականում շահագրգռված է, այսպեսի վարկածել կա, որպեսզի Իսրայելը թուլացնի Իրանին, նոր պատերազմներ լինեն, որքանով է իր ռենոմեն համապատասխանում իրականությանը, որը Թրամփը փորձում է անընդհատ առաջ քաշել։ Ինքը ասում է, չէ, այ Բայդենը, Օբաման, նրանք պատերազմներ էին հրահրում, իսկ ես խաղաղություն եմ բերում։ Մենք տեսնում ենք, որ լրիվ հակառակ գործընթացն է գնում։ Որքանով է այդ ռենոմեի փորձը իրականությանը համապատասխանում ըստ ձեզ։ Եվ ինչ է սա խոստանում Ուկրաինային, հաշվի առնելով, որ Թրամփն է այս պահին փաստացի միջնորդը։ Իհարկե, ես անկեղծ ասեմ, որ ուկրաինացիները հիասթափվել են Թրամփի խաղից, այսպես ասած, որովհետև նա շատ լուրջ քաղաքականությունը, որ վարում էր Ամերիկան մինչև դա եւ Ուկրաինայի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, նա դարձրել է ոնց որ քաղաքական խաղ, այդպիսի պայմաններով, որ ուզած բան Թրամփը կարող է դիտի որպես իր հաղթանակ։ Նույնպես այստեղ այս տվյալ դեպքում, երբ որ խոսում ենք Իրանի դեմ Իսրայելի հարվածը, հարձակումը, էլի ինչ արդյունք լինի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ ճիշտ ասած առավելություն ունի Իսրայելը, որը բավականին լուրջ օբյեկտներ ռմբակոծել, որոնք ունենք շատ կարևոր նշանակություն եւ պաշտպանական իմաստով Իրանի համար եւ տնտեսական իմաստով, նա իհարկե հիմա եւ ինչպես առաջ էր նա Իսրայելի կողմն էր, Իսրայելի հետ կապված էր, չնայած իբր թե նա էլի երբ որ խոսում էր Նեթանյախուի հետ, ապա դեմ էր որպեսզի Իսրայելը հարձակվի, պատժի Իրանը, բայց նա իմ կարծիքով առանց թույլտվության, Ամերիկայի թույլտվության դժվար թե Իսրայելը կարողանար հարձակվել Իրանի վրա, որովհետև բոլորս գիտեն, որ Իրանը բավականին մեծ երկիր է, հզոր երկիր է, եւ իհարկե պետք է նախորդ ամեն ինչ հաշվել, ինչպես կլինի, ասենք էլի այստեղ մենք հիշում ենք Պուտինին, որը խոստացել է
Ուկրաինայի Կիև մտնել 2-3 օրից հետո եւ 2-3 շաբաթով գրավել ամբողջ Ուկրաինան։ Հիմա ես չի ասել, որ պատմությունը կրկնվում է, բայց տվյալ դեպքում մենք երբ որ խոսում ենք Իսրայելի մասին, ապա Իսրայելը նախորդ հաշվարկել է ամեն ինչ եւ պատահական չէ, որ երբ որ Իրանը սկսել է հարվածնել Իսրայելի վրա եւ Ամերիկայի նավերը այստեղ սկսել են պայքարի մեջ են մտել եւ Ֆրանսիայի ռազմական ուժերը եւ ուրիշ երկրների ռազմական ուժերը սկսել են արդեն եկել են Իսրայելի կողմը այնպես որ իսկ այդ հարվածից հետո իհարկե բացառված չի որ պետք է այդ պատերազմը այդ օպերացիան պետք է մտնի բանակցությունների հունի մեջ չնայած էլի տարբեր ձևով են տեսնում եւ Տրամփի դերը այստեղ էլի շատ կարևոր է որովհետեւ չմոռանանք որ հենց Տրամփն է Տրամփի շնորհիվ Ամերիկան դուրս եկել այդ համաձայնությունից, որ նա ունեցել է Իրանի հետ, եւ հիմա եթե ասենք արդեն այդ գործողությունները մտնեն դիվանական հունի մեջ, իհարկե այստեղ մենք կտեսնենք էլի Տրամփի դերը, որը հանդես կգա որպես խաղաղարար չնայած իհարկե նա բոլոր իր ուժերը զենքերը տրամադրում է Իսրայելին եւ դա ուղղակի հատուկ Տրամփի հատուկ դեմքն է այսպիսի դա իր խաղն է դե ընկալենք Տրամփին այնպեսին ինչպես կա եւ հուս ունենք, որ վերջը այդ պատերազմը էլի անցնի դիվանագիտական, այսպես ասած, հունի մեջ եւ արդեն կսկսեն ինչ-որ փնտրել այդպիսի ելք Իրանի համար, որը Իրանը կարող է համաձայնվի եւ դա բավարարի միջազգային հասարակությունը, որովհետեւ գաղտնիք չէ, որ Իրանը արդեն պատրաստվում է ստեղծել միջազգային զենք եւ շատ մոտիկ է այդ զենքից եւ բոլորը չէր, որ շահագրգռված են, որպեսզի Իրանը կունենա նման զենք եւ հետո արդեն իհարկե շատ ավելի բարդ կլինի եւ բանակցություններ վարել Իրանի հետ եւ ընդհանրապես զսպել իրենին որպես շիիտների լիդերի այսպես ասած որը ընդդեմ է գալիս արևմտյան աշխարհի դեմ եւ տեսնելով դրա մեջ իր այսպես ասած հատուկ միսիան Պարոն Բոշկո շատերն են խոսում եւ պնդում որ աշխարհը գտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ես անձամբ կարծում եմ որ երրորդ համաշխարհային պատերազմը այնպիսին ինչպիսին նա կարող է լինել միջուկային 21-րդ դարում արդեն գնում է Ես կուզեի ձեր կարծիքը լսել, դուք ունեք բավականին մեծ դիվանագիտական փորձ եւ ընդհանրապես այսպիսի մի ենթահարց օրինակ նույն Իսրայելի հարձակումը Իրանի վրա ես գիտեմ որ վերջին տասնամյակների ընթացքում դա միջին արևելքում ամենամասշտաբային իրադարձությունն ամենամասշտաբային պատերազմն էր օրինակ 10 տարի առաջ Իսրայելը չէր գնա այդ ռիսկի ինչ է փոփոխվում աշխարհում
Ինչ փոփոխություններ ենք մենք տեսնում։ Սա ձեզ հարց է, որպես ձեզ դիվանագիտական փորձի տեսանկյունից եւ ենթատեքստից։ Ինչը թույլ է տալիս Իսրայելին գնալ այսպիսի շահերին։ Ես էլ չեմ խոսում Ռուսաստանի հարձակման մասին Ուկրաինայի վրա։ Արդյոք այդ երրորդ համաշխարհային պատերազմը արդեն չի գնում, թե մենք պետք է սպասենք այդ երրորդ համաշխարհային պատերազմի ընդլայնմանը։ Դե մենք լսել ենք այդ պատճառաբանությունը, որը հայտարարել է Իսրայելը, որ Իրանը շատ մոտիկ է միջուկային զենքի ստեղծմանը, դրա համար պետք է այդպիսի հարված հասնել, որպեսզի ռմբակոծի եւ ռեակտորը ամբողջը եւ ընդհանրապես ամբողջ ռազմական ուժը Իրանի, որ նա չկարողանա որ նա հրաժարվի իր նպատակներից, այսինքն միջուկային զենքի ստեղծելուց։ Եվ իհարկե դուք ճիշտ եք այդ իմաստով, որ հիմա աշխարհում հատուկ մթնոլորտը մենք տեսնում ենք, որ մի շարք ուժեր կան, որը ուզում են փոխել այդ աշխարհի համակարգը, որ ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ հաստատվել է Հելսինկի հայտնի ակտից հետո եւ այսպիսի այդ երկրներից մեկը դա Ռուսաստանն է, որը ունի ռազմական դաշինք Իրանի հետ, չնայած իհարկե այստեղ էլի մենք խոսենք Ռուսաստանի հատուկ տեսականին, որ ինչպես է նա տեսնում իր պարտականությունները դաշնակիցների առաջ։ Միանգամից հիշում ենք իրեն Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմի ժամանակ, երբ որ պաստորեն Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին եւ չի տրամադրել օգնությունը, ռազմական օգնությունը, որը նա պետք է աներ դա որպես դաշնակից։ Եվ նման մի բան մենք էլի տեսնում ենք այստեղ Իրանի դեպքում, երբ որ չնայած այդպիսի իրենք այդպիսի պայմանագիր ստորագրել, շատ ուժեղ պայմանագիր, որ ռազմական ձև ունի, ռազմավարական ձև ունի, եւ տեսնում ենք, որ դիրքորոշում Ռուսաստանի դիրքորոշումը այսպիսին է, որպեսզի նա լինի որքան հնարավոր է շատ օգուտ ստանա այդ պատերազմից։ Եվ երբ որ մենք հիմա կոնկրետ խոսենք ինչպես շարունակվի այս պատերազմը, իհարկե շատ բան է կախված այդ բանից, որ Իրանը պաստորեն ուժեղ դաշնակից չունի, երբ որ Ռուսաստանը պաստորեն հրաժարվում է օգնությունը տրամադրել, բայց էլի պետք է հիշենք եւ Չինաստանը, օրինակ ես միտեղ կարդացել եմ, որ երեք մի քանի տրանսպորտային ինքնաթիռ են եկել Չինաստանից հասել են Իրանը եւ երբ որ այդ պատերազմի մեջ մտնի եւ Չինաստանը, ապա իհարկե հարցը շատ կբարտանա։ Դրա համար մենք դժվար թե պետք է սպասենք, որ շուտ լուծվի այդ պատերազմը, այդ հարցը, այդ կոնֆլիկտը, այնուամենայնիվ իրոք տեսնում ենք, որ դեր Իրանի կողմնակիցների թիվը այնքան էլ շատ չի եւ ես դժվարանում եմ անվանել, որ սա այսպես ասած
պատերազմը, որտեղ մի կողմից արևմտյան աշխարհն է, մյուս կողմից դա այդ երկրները, որոնք աջակցում էին Ռուսաստանին եւ շատ բանը կախված իհարկե Չինաստանին, որը չի հայտարարել իր իսկական վերաբերմունքը, չնայած իհարկե դիվանական ձևով նա ընդգծել է, որ իր վերաբերմունքը, բայց այնուամենայնիվ դեռ չի օգտագործել իր բոլոր հնարավորությունները, ես նկատի ունեմ եւ դիվանագիտական եւ ռազմական, որպեսզի մենք անվանենք, որ այո, սա բախումն է աշխարհի երկու կողմերի մինչ այնինչ հիմա մենք տեսնում ենք, որ Իսրայելին հաջողվում է հասնել շատ ցավոտ հարվածներին, որոնց արդյունքում կարելի է սպասել եւ որոշ փոփոխություններ Իրանի քաղաքական կյանքում եւ հետո իհարկե դա արդեն նոր ձև կստանա այս պատերազմը եւ իհարկե այս նման դեպքում արդեն կարելի է ասել հնարավորություն կլինի խոսելու, որ իրոք մենք գործ ունենք այն գործոնի հետ, որը կարողացել է վերջակետ դնել նման կոնֆլիկտին, որը կարող էր վերածվել երրորդ համաշխարհային տաք պատերազմի, որովհետև սառը պատերազմը իհարկե ես ձեզ հետ համաձայն եմ եւ բացի դրանից էլի եթե խոսենք Ուկրաինայի վերաբերյալ ինչպես են վերաբերում Ռուսաստանի կողմնակիցները Ուկրաինայի ես նկատի ունակ եւ առաջ իհարկե Եվրոպան եւ ոչ վաղ անցյալում դա Ամերիկան էր, ապա այն ժամանակ մենք կարող ենք խոսել, որ իրոք սա այդ բախումը ունի պոտենցիալ, որպեսզի դառնա երրորդ համաշխարհային տաք պատերազմ, որովհետև ձեզ հետ համաձայն եմ, որ սառը պատերազմը շարունակվում է իհարկե, բայց տեսնենք, որ Աստված չտա, որ նա վերածվի տաք պատերազմին, որովհետև հաշվի առնելով հնարավորությունները եւ Չինաստանի եւ Ռուսաստանի պոտենցիալը իհարկե դա իհարկե սարսափելի կլինի մենք բոլորիս համար, եթե նման մի բան սկսվի։ Հուսանք, պարոն Բոշկո, հուսանք, որ ողջամտությունը այնուամենայնիվ կհաղթի, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ստեսյուն։ Մեզ Ուկրաինայի Կիև մայրաքաղաքից էր միացել տեսակապով Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոշկոն, այսպիսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։